Այսօր ես այստեղ կանգնած չեմ խոսքի հայտնության շատությամբ, շատ ասելիքներով, այլ ես այսօր ձեր եղբայրը ձեր մեջ եմ ավելի հարցերով։ Ես այսօր ավելի շատ ուզում եմ հարցեր տալ։ Եվ երբ որ ես հարցեր տամ, իհարկե Աստծո խոսքով, Աստծո խոսքի կոնտեքստով, շատ կցանկանայի, շատ ուրախ կլինեի, հաջողված օր կհամարեի, եթե դու այդ հարցին քո ներսում հարցով պատասխանեիր, քննադատեիր։ Եթե համաձայն չես, քո ներսում ասեիր, համաձայն չեմ, որովհետև Սուրբ Գրքում այսպես էլ է ասում, ամեն բան քննել եւ բարին ամուր բռնել։ Թող Աստված այս ձևով խոսի։ Իսկ ինչու հարցեր, որովհետև իմ մեջ հարցերը շատանում են։ Գտնում եմ մի հարցի պատասխան, ավելանում է 2-ը եւ 3-ը, եւ այդ հաշվարկի մեջ ես տանուլ եմ տալիս, հարցերը շատանում են։ Մեր հայտնիներից մեկը հարցի հետ կապված այսպես է ասել. հարցական նշան, ով կմտածեր, թե նույն շեշտն ես դու, գոռոզ նշանը բացականչական, որ ծերացել է, ծռվել, կորացել, միայն տարիքից, թե նաև 1000 ու բյուր չարիքից, հոգնած, իմաստուն, հարցական նշան։ Հարցական նշանը մի ժամանակ շեշտ էր, բացականչություն էր, հրամայական էր, ծերացել է կորացել և դարձել հարցական նշան։ Հարցերը չեն խճճում ինձ, հարցերը ինձ բերում են տաճար, Աստծո տուն։ Աստծո տունը հարցերի տուն է, այստեղ պատասխաններ էլ կան և շատ պատասխաններ կա, ամբողջ պատասխանը Գողգոթայում է, Հիսուս Քրիստոսի մեջ, բայց հարցեր և հարցեր։ Հիշում եք, Հիսուսը երբ որ 12 տարեկան էր, նա գնաց տաճար կամ մնաց տաճարում և երբ որ հայրը և մայրը եկան, Սուրբ Գիրքն ասում է նրան գտան վարդապետներին, այն ժամանակվա հայտնի վարդապետներին հարցեր տալիս։ Հիսուսը հարցեր ուներ։ Ինձ շատ հետաքրքրել է, թե տեսնես Հիսուսը ինչ հարցեր է տվել այնտեղ, հատկապես ինչն է նրան հուզել։ Իհարկե ես դրա պատասխանը հստակ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ հետագայում այն, ինչ որ նա քարոզել է կամ հռետորական հարցերով բարձրացրել, դա հենց այն նույն թեմաներն են, որոնք ավելի մշակվել և վերջնական են դարձել։ Եվ Հիսուսը ավետարանների մեջ մոտ 300 հարց է բարձրացրել, հարց է տվել, այդ հարցերից յուրաքանչյուրը մտածել է ստիպում, սրտի վիճակ է բացահայտում, մարդուն բերում է ինքնաճանաչման։ Եվ ես այնքան շատ եմ ուզում, որ այսօր այս տաճարում, Աստծո տաճարում, եկեղեցում, որ մենք ենք, մեր ականջներին հնչեն հարցեր, մեր ներսում բարձրանան հարցեր և մենք մոտենանք Տիրոջը։ Հարցեր տանք վարդապետներին, թող վարդապետներն էլ ժողովրդին հարցեր տան և թող հնչի այնպես, ինչպես որ հնչեց Հիսուսից օրինակ ասած շաբաթ օրը բարի բան անել, թե չար գործել, հոգի ապրեցնել, թե կորցնել։ Շաբաթ օրը պաշտամունքի օր է, ամեն։ Շաբաթ օրը բժշկել էլ, իսկ մենք կարողանում ենք բժշկել, սրտեր բժշկել, թե էլ հաշիվ չի։ Սիմոն Փարիսեցուն մի հարց տվեց և ես կուզեի, որ Աստծո տաճարում դա հնչի, երբ որ այն կինը նրա ոտքերն էր լվանում, ասաց, տեսնում ես այս կնոջը։ Տաճարում թող հնչի այս հարցը, տեսնում ես նրան, ով որ սիրում է։ Մենք հատկապես ինչ ենք տեսնում Աստծո տան մեջ, ինչն է մեզ գրավում։ Հիսուսի ուշադրությունը գրավել էր այս կինը, ով որ նրան սիրում էր։ Իհարկե, Փարիսեցիներին տեսնում էին բոլորը, Սիմոնն էր այնտեղ, հարց չկա, իսկ կնոջը
Եվ ով պիտի ումից սովորեր, Սիմոնը սիրող կնոջից, թե այս կինը Սիմոնից։ Ես ինձ համար որոշել եմ, ես Աստծո տան մեջ ուզում եմ սովորել բոլոր նրանցից, ովքեր սիրում են Հիսուս Քրիստոսին։ Ով է ձեզանից, որ ընկեր ունենա եւ կես գիշերին գա նրա մոտ, հարցնում էր Հիսուսը։ Ընկերը կես գիշերի համար է։ Կես գիշերի։ Եթե կես գիշերին չէ, ապա երբ գա ընկերը երկու հաց խնդրելու, որ հարմար լինի։ Հիսուսը հարց էր տալիս։ Սինագոգի ղեկավարին կամ ժողովարանի պետին ասում էր, չէ՞ որ ձեզանից յուրաքանչյուրը շաբաթ օրը արձակում է իր եզը կամ էշը։ Արձակում ենք, չէ՞։ Մեր էշը կամ եզը տանում ենք, չէ՞, ջուր ենք տալիս։ Հոգևոր մարդ, պահանջկոտ մարդ։ Ամեն, թող այդպես լինի, թող այդպես լինենք, բայց մենք շաբաթ օրը մեր կարիքները հոգում ենք, մենք մտածում ենք մեր տան մասին, իմ երեխեքը, իմը։ Գիտեք, ես նկատել եմ, որ ես չեմ ուզում ցույց տալ, թե իբր իմ էշի եւ եզը ծարավ են, բայց ես շաբաթ պահում եմ։ Որովհետև ես տեսել եմ, որ բոլորը շաբաթ օրնել իրենց եզը եւ էշը ջրում են, ինչպես գրված է Աստվածաշնչում։ Շատ չծանրաբեռնեմ, մի հարց էլ տամ։ Հիսուսն ասաց, միթե դուք եք ուզում հեռանալ։ Ցավդ տանը մտքում եք ինչ կա։ Ներսում եք ինչ կա։ Միթե դուք եք ուզում հեռանալ։ Պետրոսն ասաց, ուր հեռանան քեզանից, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Այդ նույն Պետրոսին էր, որ ասում էր, Պետրոս, սիրում ես ինձ։ Տեր, ես հիշում եմ քո առակները, ես հիշում եմ քո հրաշքները։ Տեր, հիշում եմ, որ ջրի վրայով քայլել ես, ճիշտն ասած մի քիչ ես էլ։ Պետրոս, սիրում ես դու ինձ։ Սա տաճարի հարց է։ Սիրում ես դու ինձ, քո ողջ էությամբ։ Սիրում ես բոլորից առավել։ Եվ Պետրոսն ասաց, Տեր, դու ամեն բան գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Տաճարում հարցերը շատ են։ Բայց վերադառնանք սկզբին, Մարիամը պաշտամունքից գոհ իր ամուսնու հետ գնում է տուն, ամեն բան լավ է, ընտիր հավաքույթ էր, փառաբանությունը ընտիր էր, ոչ մի բանի չես կարող կպնել, բայց հանկարծ նկատեցին Հիսուսը չկա։ Եվ նրանք վերադարձան Հիսուսին փնտրելու, եւ նրան գտան տաճարում հարցեր էր տալիս։ Եվ մայրը նրան ասաց. «Ինչ արիր մեզ։ Մենք հորդ հետ տագնապած քեզ էինք ման գալիս»։ Եվ Հիսուսը հարցին պատասխանեց հարցով. «Ինչու եք ինձ որոնում։ Միթե չգիտեք, որ ես իմ հոր տանը պիտի լինեմ»։ Շատ թարգմանությունների մեջ, քույրեր եղբայրներ, գրված է. «Միթե չգիտեք, որ ես ամեն այն բաներում եմ, որը պատկանում է հորը։ Ես այն ամենի մեջ եմ, ինչ որ պատկանում է հորը»։ Եվ ահա այստեղ ծնվում է իմ մոտ եւս մի հարց, իսկ որտեղ է Հիսուսը։ Հատկապես որտեղ է Հիսուսը, որտեղ գտնել նրան։ Գիտեք, այս իմ այսօրվա պատգամը թող համարվի ինձ ճանաչողների համար մի հաշվետվություն վերջին 5 տարիների, որ ապրել եմ ես։ Տեսել ենք կորոնա, տեսել ենք պատերազմ, առողջական խնդիրներ եմ ունեցել երկար, հետո համատարած տեղահանություն եւ հիմա էլ անցնում ենք։ Եվ իմ մոտ հարցեր կան, շատ հարցեր կան։ Գիտեք, այդ պատերազմի օրերին հիշում եմ, քանի որ ես քարոզ նայող մարդ եմ, ես շատ քարոզիչների եմ նայում։ Եվ իմ այդ YouTube-յան էջերն ասում, ինչ են ասում դրան, YouTube-ով, Facebook-ով, վերջը տարբեր ձևերով գալիս էին պատգամներ, հավաքույթներ այն եկեղեցիներից, որոնց ես դիտել էի պատերազմից առաջ։ Եվ պատերազմի օրերին, երբ որ վերևից կարկուտ է թափում, երբ որ համարյա ամեն օր մտնում էինք դիահերձարան, ինչ որ մեկին որոնելու,
այդ օրերին գալիս էին ծանուցումներ։ Եվ ես երբեմն միացնում էի, տեսնում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպա եւ այլն տարբեր տեղերում պաշտամունքներ են, դիբատներ, երբեմն փառաբանության երեկոներ, երբեմն բեմականացում, այն ինչ որ օգտակար է, այն ինչ որ օրհնյալ է։ Բայց ես մի բան նկատեցի իմ ներսում, որ դա ինձ բարկացնում է։ Ես հասկացա, որ դա իմ հոգին չի կերակրում։ Ես ուզում եմ այստեղ ճշտելու համար անպայման ասել. դրանք լավ բաներ են, Աստվածաշնչում դրանց մասին գրված է, որ պետք է անել, մենք նախկինում արել ենք եւ սրանից հետո էլ պիտի անենք։ Բայց ես հասկացա, որ դրանք իմ հոգին չի կերակրում։ Ես դրանց մեջ ավելի շատ տեսա արվեստ։ Թող լինի հոգևոր արվեստ։ Բայց այդ արվեստը ինձ չէր բժշկում, մեռնող մարդուն բեմականացումը չէր օգնում։ Հետո պատերազմը վերջացավ անշուշտ, եւ ես սկսեցի նկատել, որ մեր եկեղեցում, մեր քրիստոնյա աշխարհում մենք ունենք լիքը բաներ, որոնք լավ են եւ դրական, բայց դրանք մեռնող մարդու համար ոչինչ են։ Եվ իմ մոտ սկսեց հարց առաջանալ. ինչն է որ ապրեցնում է։ Եվ դրա պատասխանը կա, այնպես չի որ չկա։ Կան Աստվածաշնչում բառակապակցություններ, անձեր, երևույթներ, որոնք ապրեցնող են։ Հիսուս Քրիստոսի արյունը, Աստծո խոսքը, Աստծո հոգին, հավիտենական կյանքի հույսը, ողորմությունը, հավատքը, ինչն է որ կարող է ճնշել սրանց։ Ոչինչ։ Երբ որ այդ ամենը անցավ, ես հարցեր ունեի, իմ մեջ սա էր, ինչքան շատ ենք մենք խոսում եւ ինչքան քիչ ենք մենք ապրում։ Ինչքան շատ է բեմը եւ ոչ միայն այս բեմը։ Կարող է մարդ կյանքում այս բեմը չբարձրանալ, բայց մենք սիրում ենք չէ բեմը հարթակ դուրս գալ։ Կյանքում։ Ինչքան շատ է բեմը եւ ինչքան քիչ է ցածը, գործը։ Սովետական միությունում Ռուբիկ եղբայրը ինձնից լավ գիտի, աստվածամերժ մարդիկ, աստուն ատող մարդիկ հավատացյալներին ծաղրանքով անվանել են անդգործունյա դատարկաբաններ, ոմանք անվանել են ալելույա կանչողներ կամ դատարկափորներ։ Եվ ես հասկացել եմ քույրեր եղբայրներ, որ այս սատանայական դիվային ծաղրանքին եւ հերհյուրանքին անհնար է պատասխանել հոգևոր մշակույթով, հոգևոր արվեստով, այլ միայն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պես ապրելով, խոսելով եւ գործելով։ Գրված է բոլոր աթենացիները եւ այնտեղ կենող օտարականները բացի նոր բան ասելուց կամ լսելուց ուրիշ ոչ մի բանով չէին զբաղվում։ Նոր քարոզներ, նոր մեկնություններ, նոր հյուրեր, նոր ձևաչափով հավաքույթներ։ Հասկանում եք, չէ՞ որ ես սրան դեմ չեմ, քույրեր եղբայրներ։ Նրանք սիրում էին ամեն բան լինի նոր։ Բայց դրանում է արդյոք Քրիստոսը։ Ես այսօր հարց ունեմ, իմ գլխավոր հարցը սա է. դրանում է արդյոք Քրիստոսը։ Շատերը տեղյակ եք երևի հեղափոխական Մահատմա Գանդիի մասին, ով օգտագործելով ավետարանի պատգամը, լեռան քարոզը, մեծագույն հեղափոխություններից մեկն է արել Հնդկաստանում։ Խաղաղության հեղափոխություն։ Բռնությանը չեն պատասխանել բռնությունով եւ ազատվել են լծից։ Եվ նա անընդհատ քարոզում էր Հիսուսի ասածները։ Եվ մի անգամ լրագրողը նրան հարց է տալիս։ Ասում է, որ եթե դու այդքան հետևում ես Հիսուսի ասածներին, եթե այդքան հավանում ես, եթե այդքան քարոզում ես, ինչու դու քրիստոնյա չես դարձել։ Նա պատասխանում է, ասում է, որովհետև ես իմ կյանքի ընթացքում չեմ հանդիպել գոնե մեկ մարդու, ով անունով քրիստոնյա է եւ ապրում է Քրիստոսի պես։ Ինչքան շատ ենք խոսում եւ ինչքան քիչ ենք ապրում, սա այսօրվա տաճարի հարցն է։ Իսկ Հովսեփը որ եկեղեցուց էր տեսնես, որ երբ որ մտածեց, որ իր կինը այլ ճանապարհներով հղիացել է, արդար լինելով որոշեց ծածուկ արձակել։
Ով էր նրան այդպիսի բան սովորացրել։ Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ դա նրան ոչ ոք չէր սովորացրել։ Նա ճանաչում էր Աստծուն։ Նա Աստծուց էր սովորել։ Նա Աստծո խոսքով էր ուզում ապրել, հալելույա։ Մենք այնքան պրակտիկ կյանքում այնքան չտես ենք դարձել սեր, ներում, կարեկցանք, այսպիսի տերմինաբանության մեջ, որ երբեմն մենք նույնիսկ բեմ ենք տրամադրում այն մարդկանց, ովքեր օրինակ հարսը կիսուրին ներել է։ Այնքան չտեսենք, ասում ենք հլա մի հատ վկայի, հլա մի հատ էլ պատմի, էլի։ Բա ոնց ներեցիր։ Բայց ներելը մեր առօրյան պիտի լիներ։ Տերն ասում է, նրանք ինձ միայն շուրթերով են պաշտում, իսկ նրանց սրտերը ինձնից հեռացված և ջոկված է։ Եվ ես կարող եմ օրինակ ինձ թույլ տալ մի հարցել տալ տաճարում։ Եթե մարդը կարող է Աստծուն շուրթերով պաշտել, բայց սրտով լինել ջոկված և հեռացած, չի կարող շուրթերով բարեկամ լինել, շուրթերով ընկեր լինել, շուրթերով հնազանդ լինել, բայց սրտով հեռացված և ջոկված լինել։ Ես պնդում եմ, որ դա հնարավոր է։ Խոսքեր, խոսքեր, խոսքեր։ Հռոմեացիների 15-րդ գլխում Պողոսն ասում է, ես չեմ համարձակվի մի բան խոսել, որ Քրիստոսը չգործեց ինձանով։ Եթե մենք խոսենք միայն այն, ինչ որ ապրում ենք, վայ թե շատ քիչ խոսենք։ Սատանան էլ է քույրեր եղբայրներ մեկնաբանել Աստծո խոսքը Եդեմում, բայց նրա սրտում չկար Աստծո խոսքը, և նա չէր ապրում Աստծո խոսքով։ Աստծո ժողովրդի, Իսրայել ժողովրդի պաշտամունքների բարձրակետը, ինչպես գիտեք, Փեսախն էր։ Ամեն տարի ժողովուրդը ամենաբարձր մակարդակով տոնում և քարոզում էր Փեսախը։ Գառը մորթված էր, ժողովուրդը հավաքված էին, ծիսական այդ բոլոր արարողությունները, բոլոր երգերը, աղոթքները, հրաշալի է ամեն բան։ Տարեց տարի, և դա գրված է Աստծո խոսքում։ Եվ հանկարծ Իսրայելում հայտնվում է 30-ամյա մի երիտասարդ, Հիսուս անունով, և նա այն, ինչ որ քարոզվում է Իսրայել ժողովրդի մեջ և համարվում ամենաուժեղ հավաքույթը, որոշում է ապրել։ Եվ խաչը հանձնառած մեռնում է Գողգոթայում, ինձ և քեզ համար։ Եվ դրանով մենք ունենում ենք փրկություն։ Դուք պատկերացնում եք երկրի վրա ինչ կլիներ, եթե մեզանից յուրաքանչյուրս ամեն մեկը գոնե մեկ Աստծո խոսք կատարեր ամբողջությամբ, Աստծո հոգով։ Ահա է հոգևոր կյանքը, աստվածապաշտական կյանքը, իմ պատկերացրած։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքից, ուզում եմ և նրա պատգամներից, 3 ուղղություն կա, որ շատ ազդում է ինձ վրա և այսօր ես ուզում եմ խոսել դրա մասին, որը խոսել հնարավոր չէ։ Այս թեմաների մասին ուղղակի խոսել հնարավոր չէ, սա ուղղակի պետք է ապրել։ 3 առանձնահատկություն, որ ուներ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որ արժի նրա հետքերով գնալ։ Եվ դրանցից առաջինը հետևյալն է։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը բոլոր աղոթողներից տարբեր կերպ էր աղոթում։ Երբ որ հերթական անգամ միտեղ նա աղոթք էր անում, աղոթքը դադարեց, աշակերտները մոտեցան նրան և ասացին. Տեր, սովորեցրու մեզ աղոթք անել։ Մեզ սովորեցրու աղոթք անել։ Ես ավետարանչի գործ եմ արել տարիներ շարունակ, շատ մեր գյուղերում պտտել եմ Ղարաբաղում, և այնքան է եղել, որ հանդիպել եմ մարդկանց, ասել եմ, դե արի աղոթենք, ինչ որ բաներ խոսելուց հետո, ասել աբա մեր լեզվով, մանավանդ տատիկները, մատաղ լինեմ էլի յանի, մատաղ, ես աղոթել չգիտեմ, սովորեցրու աղոթել։ Գիտեք, դե համապատասխան կերպով իհարկե պատասխանել եմ, որ քո սրտում ինչ որ կա, դա ասա Աստծուն և այլն, դա է աղոթքը, բայց աղոթքը
անգիր անելու բան չէ, աղոթքը կրկնօրինակելու բան չէ, աղոթքը փոխհարաբերություն է Աստծո հետ։ Մարդկանց աղոթքները կարող են ազդել մեր վրա, բայց դրա մեջ եղած Աստծո հոգին է, որ մեզ սովորեցնում է աղոթել։ Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր դավանել, բայց միայն Աստծո հոգով։ Եվ եկան ու ասացին. Հիսուս, սովորեցրու մեզ աղոթք անել, որովհետև ինչ որ բան էին նկատում նրա աղոթքի կյանքի մեջ։ Դա ժամանակի երկարությունը չի, դա հրապարակներում կանգնելը չէր, դա ինչ որ ժեստիկուլյացիա չէր, ինչ որ բան կար Հիսուսի կյանքում, որ տարբերվում էր բոլոր փարիսեցիներից։ Գիտեք չէ, որ Իսրայելում միայն Հիսուսը չի աղոթել։ Հիսուսի աղոթքների մանրամասնությունները շատ գրված չէ, Հովհաննես 17-րդ գլուխը ունենք, Գեթսեմանի պարտեզում եղած աղոթքը ունենք, բայց մի դրվագ ուզում եմ ձեզ ներկայացնել Հովհաննես 11:41-ից։ Ղազարոսի գերեզմանի մոտ գրված է. Հիսուսը իր աչքերը դեպի վեր բարձրացնելով ասաց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասացի, որ հավատան, թե դու ես ինձ ուղարկել։ Ես այնքան շատ եմ ուզում կրկնել Հիսուսի այս խոսքը, ոչ թե կրկնելու համար, այլ կրկնեմ հոգու վկայությամբ, որ Տեր, ես գիտեմ, որ դու լսում ես ինձ։ Որ աղոթքից հետո, պաշտամունքից հետո վեր կենամ եւ իմ հոգում Սուրբ Հոգին վկայություն տա ասելով, քո աղոթքը լսել է Տերը։ Նկատել եք, երբեմն դա հիմնականում բեմական ծառայության մեջ է լինում, բայց փոքր խմբակներում էլ դա կարող է լինել, ամենատարբեր միջավայրերում կարող է լինել։ Հանկարծ սկսում է աղոթքը առաջնորդել ինչ-որ մեկը, եւ դու զգում ես մթնոլորտը փոխվեց։ Ովքեր են նկատել։ Աղոթքը աղոթք էր, բայց ինչու մթնոլորտ փոխվեց։ Ասում է հայր, ես գիտեմ, որ դու միշտ լսում ես ինձ։ Ոչ ոք Հիսուսի պես չի աղոթել։ Ամեն։ Երկրորդ բանը, ես նկատի ունեմ, որ սա խոսելով չէ։ Ես կարող եմ այստեղից ժամերով խոսել։ Ես կարող եմ իմ կյանքը քեզ ժամերով պատմել, ձանձրացնելով։ Բայց թե ով եմ ես, դա կպատմի աղոթքը։ Հոգևոր քաշը ցույց է տալիս աղոթքը։ Աղոթքով է երևում, թե մարդը ինչ հարաբերության մեջ է Աստծո հետ։ Ամեն։ Երկրորդ բանը, որ Հիսուսի կյանքում ես տեսնում եմ խիստ տարբեր է, ոչ ոք նրա պես չի խաչվել, ոչ ոք։ Հիսուսը միակը չէ, ով որ խաչվել է, բայց ոչ ոք նրա պես չի խաչվել։ Խաչի վրա նա ասաց. հայր, ինչու թողեցիր ինձ, հետո ասաց. հայր, ներիր նրանց, հետո ասաց. հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, եւ հարուրապետն ասաց. նա իսկապես Աստծո որդի էր, ինչ որ բան տեսավ, ինչ որ բան հասկացավ։ Խաչվողներ շատ էին տեսել, բայց հասկացան, որ նա այլ կերպ է մորթվում, նա այլ կերպ է մահանում։ Եվ ես հարց ունեմ այսօր տաճարում, իմ հարազատ քույր եւ եղբայր, ես հարց ունեմ հենց քեզ, ինչպես ես դու մորթվում։ Թե Աստված հեռու տանի մեր հետ կապ չունի։ Բայց ոնց որ թե դա քրիստոնեությունն է։ Մենք ինչպես ենք զոհվում, զոհաբերվում, անհույս, տրտունջով, շփոթահար, կոտրված հավատքով, թե մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի նման։ Կենցաղային բան ասեմ։ Երբ որ քո նոր գնաց մեքենան, ինչ որ մեկը գալիս է եւ հարվածում ու փչացնում, ինչպես ես դու դա անցնում։ Երբ որ քո այդ վարկով, վարկը հայերեն ոնց էր, հայերենն էր, հա, կրեդիտ, այո։ Լվացքի մեքենան 5 օր հետո փչանում է։ Կամ ջեբից կոպեկը ընկնում է։ Ինչ է կատարվում քո ներսում։ Ես կենցաղային բան ասացի։ Բայց կարող եմ ավելի խորը եւ ցավոտ բաներ էլ ասել, հավատացեք։ Մեր քրիստոնեական արվեստը, բեմականացումները, ալելույաները օգնում են մեզ մեր դժվարության ժամանակ։ Այդ տղա եմ ասել օգնեն։ Ամեն։ Ինչով է երևում, որ մենք ուրիշ ենք տարբեր մյուսներից քույրեր եղբայրներ։ Խոսելով։
Մենք անհավատներից ինչով ենք տարբերվում, խոսելով, թե մորթվելով։ Դանիել մարգարեության մեջ գրված է 3 տղայի մասին, որոնց արվեստը չէր կարող փրկել, որևէ միջոցառում չէր կարող ազատել, նույնիսկ տաճարում եղած աղոթքը չէր կարող օգնել։ Նրանք գցվեցին կրակի մեջ, բայց մինչ կրակը գցվելը նրանք ասացին. մեր Աստվածը կարող է ազատել մեզ կրակով բորբոքված հնոցից էլ, քո ձեռքից էլ, ով թագավոր, նա մեզ կազատի։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում, եթե մեռնելու ենք, թող մեռնենք։ Մարդիկ կան, ովքեր սիրուն են մեռնում։ Ես արդեն 20 քանի տարի հավատքի մեջ եմ, ծառայության մեջ եմ։ Գուցե ես բեմից էլի եմ ասել դա, ես ամեն տեղ եմ դա ասում, որովհետև չեմ ուզում ստել։ Այն, ինչ որ ինձ ապշեցնում է, դա հետևյալն է։ Երբ որ հավատացյալներին պատահում է լուրջ դժվարություն, 99%-ը իրենց պահում են նույն կերպ, ինչպես ոչ հոգևորները, մի տարբերությամբ։ Երբ որ հողմը անցնում է եւ ամեն բան հանդարտվում, ուրախությամբ ձեռք են բարձրացնում եւ ասում են. Տերս կենթանի է ինձ պահեց։ Եվ իբր լավություն ենք արել Տիրոջը, որ վերջում գլխի ենք ընկել, որ նա միշտ հավատարիմ է, իսկ մենք հաճախ անհավատարիմ։ Սատանան ասաց Հոբն էլ կհայհոյի, հաստատ կհայհոյի։ Սատանան ասաց այդ ճանապարհով մեկը չի պրծնի։ Բայց Սուրբ Գիրքն ասում է Հոբը վեր կացավ, պատռեց իր վերարգուն, խուզեց իր գլուխը, ընկավ գետնի վրա եւ երկրպագություն արեց։ Ասաց մերկ դուրս եկա իմ մոր արգանդից եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տերը տվեց, Տերը տարավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Եվ այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծուն անզգամություն չարավ։ Հոբը կարողացավ մորթվել։ Հոբը կարողացավ խաչվել։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պես։ Երրորդը եւ վերջինը։ Այո, ոչ ոք նրա պես չի աղոթել։ Ոչ ոք նրա պես չի խաչվել։ Բայց ոչ ոք նաեւ նրա պես չի սիրել։ Ոչ ոք նրա պես չի սիրել։ Իսրայելում Սուրբ Գրքից մենք գիտենք, որ բորոտի օրենքը շատ հստակ էր։ Եթե մեկը բորոտ է, եւ նկատում է ինչ որ մարդ է մոտենում, նա բարձր պիտի աղաղակեր ասելով. անմաքուր, ինձ չմոտենաք, ես անմաքուր եմ։ Բորոտին ոչ ոք չէր դիպչում։ Ով որ բորոտին դիպչեր, ինքն էլ էր անմաքուր։ Մի ահավոր վիճակ։ Առավել եւս փարիսեցիները, օրենքի վարդապետները, քարոզիչները, նրանք սուրբ մարդիկ էին։ Եվ հանկարծ մի բորոտ մի օր քարոզիչների մեջ նկատում է մի քարոզչի, ով բոլորից տարբեր է։ Ես չգիտեմ ինչ տեսավ նա Հիսուսի մեջ։ Սա հարց է տաճարում, որի պատասխանը իմ կարծիքով սա է. նա սեր տեսավ Հիսուսի մեջ։ Խարիզմատ շարժման հետևորդները կասեին ոչ, հավատք, հավատաց, ամեն, թող այդպես լինի։ Բայց Հիսուսը սիրող էր, մեղավորների բարեկամ։ Եվ մոտեցավ ու ասաց, եթե կամենաս, կարող ես ինձ սրբել։ Հիսուսն էլ ասաց, կամենում եմ, սրբվիր, ու ձեռքը դրեց նրա վրա։ Եվ նա բժշկվեց։ Եվ այն, ինչ որ այս հատվածը կարդալիս, խոսեց իմ սրտի հետ, այսօրվա իմ պատգամի կոնտեքստում, քույրեր եղբայրներ, հետևյալն է. ոչ մի քահանա, ոչ մի փարիսեցի, ոչ մի Աստծո ծառա երբեք բորոտին չէր մաքրում։ Քահանայի գործը չէր բորոտին մաքրելը։ Քահանայի գործը բորոտի մաքրությունը կամ անմաքրությունը հայտարարելն էր։ Նա հայտարարում էր. սա մաքուր է, սա անմաքուր է։ Այն մեր ժողովրդական լեզվով ասած ձեռից ոչինչ չէր գալիս։ Ընդամենը վկայող էր։ Իսկ եթե հեգնական տոնով ասեմ, ընդամենը խոսող։ Իսկ Հիսուսը բժշկեց։ Եվ գիտեք, որն է ինձ ցնցում։ Հիսուսը հետո ասում է.
Եղբայր, ես իմ լեզվով ասեմ, հա, որ լրիվ նույնը չլինի, ոչինչ, չէ։ Կոնտեքստից չեմ շեղվի։ Հիսուսն ասում է եղբայր, իմ լավ աղբեր, գնա, քեզ ցույց տուր խոսողներին, թող շարունակեն խոսել։ Իսկ երբ որ դու լրջագույն խնդիր կունենաս, նորից կգաս իմ մոտ, ես տկից կլուծեմ։ Կան մարդիկ, ովքեր խոսում են, կան մարդիկ, ովքեր գործում են։ Եվ սա Հիսուսի սերն էր, նրա սերը ստիպում է, նրա գործը սիրո աշխատանք է, հալելույա։ Նա սիրում էր մարդկանց, նա սիրում էր մարդկանց եւ ասաց, սրանով, հենց սրանով կգիտենան, որ դուք իմ աշակերտներն եք։ Խոսելով չէ։ Այն շենքից, դե մենք էլ ենք ստեղ պաշտամունք անում, գիտեք, կողքի շենքում։ Այն շենքերից տեսնողները գիտեն, որ այստեղ հավատացյալներն են, բայց դրանով չեն մեզ ճանաչի, որ մենք նրանն ենք, այլ եթե իրար վրա սեր ունենանք։ Այսպես է ասել մեր Տերը։ Ոչ թե դատախազ մեղավորների, այլ բարեկամ։ Ես այնքան շատ եմ ուզում, Տերը ինչ շնորհ անի։ Ուզում եմ, Տերը ինչ շնորհ անի։ Ես դրանով կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Երբ որ կոտրված մարդ լինի, երբ որ փակուղու մեջ հայտնված մարդ լինի, երբ որ մեղքերի մեջ թաթախված մարդ լինի, եւ այդ մարդը գցի բռնի, այ մարդ, ոնց դուրս գամ սրանից, ով կընդունի ինձ, ում պատմեմ, որ գլխից չսարքի, գա ինձ մոտ։ Սեր տեսնելով։ Ալելույա։ Եթե կարելի է թող փառաբանության խումբը բարձրանա, ես ուզում եմ ամփոփել խոսքը։ Քույրեր, եղբայրներ, ես իմ հոգևոր կյանքի ընթացքում դե ես ասացի, որ հաշվետվություն պիտի տամ։ Ես իմ հոգևոր կյանքի ընթացքում տեսել եմ սիրո աշխատանք, որ Աստծո մարդիկ, Աստծուն հավատացող, Աստծուն պաշտող մարդիկ ցուցաբերել են սիրո աշխատանք։ Բայց մի բան եմ տեսել, որը վշտացրել է իմ սիրտը, կամ ավելի ճիշտ մտածել տվել, լավ։ Դա հետևյալն է, որ սիրո աշխատանք կոչվածը երբեմն ոչ թե սեր է, այլ մեր Ղարաբաղի բարբառով եթե ասեմ, ղոչաղություն։ Գործունյա մարդ։ Կան մարդիկ, չգիտեմ, դա գենետիկա է, որոշում է, կրթություն է, թե ինչ է, այդպիսի մարդիկ կան, ղոչաղ մարդիկ կան։ Եթե այդ մարդը հանկարծ ընկնում է հանցանքների մեջ եւ դառնում կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, նա դառնում է գող։ Եթե այդ մարդուն բրթես քաղաքականության մեջ, նա դառնում է վարչապետ։ Մեղայ Աստծո։ Եթե լինի լավ նախարար, եթե բիզնեսի մեջ լինի, միլիոնատեր է։ Նա հետևողական մարդ է, նա իր գործը անել գիտի։ Իսկ երբ որ այդ տեսակի մարդը հայտնվում է եկեղեցում եւ հասկանում է, որ այս գործի մեջ, վատ իմաստով չեմ ասում, եկեղեցական գործի մեջ, հավատքի գործի մեջ, սիրո աշխատանք տերմին կա, եւ դա նշանակում է հիվանդին այցելել, տկարին օգնել եւ այսպես շարունակ, նա կարող է իր գործը լավ անելու համար այդ հարցում էլ լինել ղոչաղ։ Ես սկզբից ասել եմ, քննադատեք ինձ։ Եթե համաձայն չեք, ես օրհնված եմ։ Բայց ես այդպես եմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ եթե ես սովածին հաց տամ, նա կասի, որ սա սեր է։ Թեև ինքը չգիտի ես ինչի համար եմ իրեն հաց տվել եւ ինչ նպատակներ ունեմ ապագայի հետ կապված կամ եկեղեցու հետ կապված։ Եթե ես մեկին հագցնեմ, նա նույնպես կասի դա սեր է։ Եթե ես մեկին, որ օգնության կարիք ունի, օգնեմ, նա կասի դա սեր է։ Իսկ ինչ կասի Աստված։ Աստված կասի, որ դա սեր է։ Ինչպես սիրեց Աստված մեզ, երբ որ մենք նրան թշնամիներ էինք, նա իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Վերջացնում եմ ես, 1 րոպե ուշադիր։ Եթե ինչ որ մեկը խիստ կարիքի մեջ է
եւ ինձ հարգում է, ինձ սիրում է, ես նկատում եմ, որ իմ նկատմամբ նա լավ է տրամադրված, ինչպես կարող է իմ սիրտը չհոսել դեպի նա սեր ցուցաբերելու կարիքը կա, լավ էլ մարդ է։ Ինչու՞, որովհետև ինձ սիրում է։ Շեղվեմ, մի փոքր շեղվեմ։ Ես կարծում եմ, որ Բարաբայենց տանը Պիղատոսի կենացն էին խմում։ Ասում էին շատ լավ մարդ է։ Մեր տղուն բաց թողեց։ Գիտեք, մենք այն ինչ որ մեզ օգուտ է, միշտ լավ բան ենք համարում։ Մենք մարդիկս այդպիսինն ենք։ Հիմա եթե ինչ որ մեկը ինձ հարգում է, նա ինձ սիրում է, իմ նկատմամբ լավ է տրամադրված։ Մարդը ընկել է նեղության մեջ, իհարկե կօգնեմ։ Եթե ուժ ունեմ, կօգնեմ, հիշելով Աստծո խոսքը, եղբայրը նեղորվա համար է։ Բայց սերը ասում է սիրեք այնպես, ինչպես Աստված սիրեց, եւ ներկայացնում է Հովհաննեսը, թե որն էր Աստծո սերը։ Ասում է, երբ որ մենք կարիքի մեջ էինք, եւ այդ կարիքի մեջ էլ իրեն հարգող չէինք, այլ նրան թշնամի էինք, նա սիրեց մեզ։ Սկզբից նա սիրեց մեզ։ Եվ մեզ ասաց, սրանով կճանաչեն, որ իմ աշակերտներն եք, եթե այսպիսի սեր ունենաք։ Ինչպիսի սեր։ Սեր, որը չի հեղվում նրանց վրա, ովքեր քեզ սիրում են եւ կարիք ունեն, այլ նաեւ նրանց, որ դեռ չեն սիրում։ Կամ գուցեև թշնամի են։ Եթե դժվար չէ, եկեք կանգնենք ոտքի։ Տաճար իմ հարցը հետևյալն է. ով ենք մենք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես չեմ ուզում շատ պուպուշ խոսքերով պատգամ ծանրացնել, անկեղծորեն չեմ ուզում, բայց իմ մեջ կան լրջագույն հարցեր։ Ես հիասթափված չեմ, ես լավատես եմ, որովհետև ես փրկչիս եմ տեսնում, որովհետև գիտեմ նրա խոսքից ոչ մի նշանագիր գետնին չի ընկնի։ Ես սիրում եմ եկեղեցին եւ իմ կյանքը դրված է եկեղեցու համար։ Իհարկե Աստծո, բայց մեծ հաշվով, որ հաշվում եմ, իմ կյանքը դրված է եկեղեցում։ Ես առանց եկեղեցի ապրել չգիտեմ։ Եվ այդ եկեղեցու անդամներից մեկն էլ ես եմ, եւ այնինչ խոսում եմ վերաբերվում է ինձ։ Եվ ես չէի կարող այս ամենը խոսել կամ գլխի ընկնել, եթե ես դրանք իմ մեջ չտեսնեի։ Ես դա քո կյանքում չեմ տեսել, ես դա իմ կյանքի մեջ եմ տեսել։ Սիրում եմ արդյոք, ինչպես նա, աղոթում եմ արդյոք, ինչպես նա, կարող եմ խաչվել, ինչպես նա։ Եվ հարցը հետևյալն է. մենք խոսող ենք, թե ապրող։ Կրոնի ներկայացուցիչ, նոր բան ասենք եւ նոր բան լսենք, թե եթե մեզանից մեկը հանկարծ հայտնվի բանտում եւ բանտախցում լինող այն մյուս մեկը հանկարծ կնկատի, որ այս մարդը այլ կերպ է աղոթում, այլ կերպ է չարչարվում եւ այլ կերպ է սիրում։ Եթե մեզանից որևէ մեկը Աստված հեռու տանի, ընկնենք հիվանդանոց եւ այնտեղ պարկենք երկար, կողքի կոյկային պարկած մեկը, ինչ կտեսնի մեր կյանքում։ Նա կտեսնի, որ մենք այլ կերպ ենք աղոթում։ Նա կնկատի, որ երբ որ մենք աղոթում ենք, այդ հիվանդասենյակում մթնոլորտ է փոխվում։ Նա կնկատի արդյոք, որ մենք այլ կերպ ենք տնքում։ Գիտեք, երբ որ ցավում է, բոլորն են տնքում, բայց կան մարդիկ, ովքեր այլ կերպ են տնքում։ Եվ վերջապես նա կտեսնի, որ մենք այլ կերպ ենք սիրում։ Ինչպես, երբ որ մեզ սիրողները նվերներով գան մեզ այցելության եւ ասենք ցավը տանեմ, այդտեղ պիտի տեսնեն սերը, այդտեղ էլ պիտի տեսնեն սերը։ Բայց Հիսուսը այլ կերպ էր սիրում։ Երբ որ հանկարծ ոսկի գտնենք, ինչ կկատարվի մեզ հետ։ Իսկ եթե քո կողքինը ոսկի գտնի, ինչ կկատարվի քեզ հետ։ Ինչ կտեսնի նա քո աչքերում։ Ինչպես բանաստեղծն է ասում, ես Տիրոջը խնդրում եմ, օգնիր ինձ լինել եւ ոչ թե թվալ։ Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ։ Ես ուզում եմ Հիսուսի պես լինել։